Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, մի քանի ժամ էլ չի անցել, արդեն 3-վանից սկսած, իմիջիայլոց անգամ 3-4-վանից, եթե չեմ սխալվում, գիշերվա ժամերից, արդեն պետությանը մի ցենտի օգուտ չտված քաղաքական ուժերը, ովքեր երբևէ իշխանություն են եղել եւ նրանց հարակից ուժեր, սկսեցին փորփրել, գտնել ինչ-որ կետեր, տեղեր, որպեսզի կարողանան այդ կողմի վրա գոնե մի բան խոսել, որովհետև ընդհանուր առմամբ ոչինչ չկա խոսելու, ընդհակառակ, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, անկախ քո քաղաքական հայացքներից, պետք է որ ծափահարել ստացված մի բանով, գուցե առաջարկներ աներ, որ կարելի էր այսպես, կարելի էր այնպես, բայց գտնել, խնդիր ցուցադրել Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստանի Հանրապետություն վատ լույսի ներքո, sense բան աշխարհում որևիցե մեկը չի կարող անել, անգամ Ռուսաստանը չի անի սա։ Ռուսաստանը ինքը չի անի, բայց ձեր միջոցով Հայաստանում անում է, այսպես ասեմ։ Փորձեցին ինչ-որ բաներ գտնել, կապել իրար, չգիտեմ, արդեն հասել են, ես իմ Ուկրաինայում օրն ենք հես անգնում, մի խոսքով էլ չեք պատկերացնի։ Իհարկե, այս ամեն ինչը ուղեկցեցին իրենց դեմագոգիկ արտահայտություններով, ինչ-որ ձևակերպումներով, բա ներդրում է, ներդրում չի, բա անվտանգություն է, անվտանգություն չի, բա ինչի ես ինչ բանը սենց, բա ինչի են ինչ բանը այնպես, ես հարց եմ ձեզ տալիս, դուք ձեր երեխաները ու ձեր թոռները խաղաղության շահառուն համարում եք, թե ոչ, դուք ուզում եք, որ ձեր երեխաները ապրեն անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ, սա է խնդիրը հիմա, այս պահին դա է, իհարկե, կանցնի այս ժամանակը, ու շատ լավ է լինելու ամեն ինչ, ինքը արդեն լավ է, ես հիշում եք միշտ եմ ասել լավ է լինելու ժողովուրդ ջան, ու որոշ պահից սկսած ասել եմ շատ լավ է լինելու ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ լավի փուլը ավարտվել է, ես շատ լավ է լինելու, ու վայելելու եք դուք, լավ ամոթ չեք անել, ասենք ձեր թոռը կանգնի ասի պապիս այս ամեն ինչին դեմ է եղել, անհարմար չեք զգում, պատասխանատվություն սերունդների հանդեպ չեք, չնայած որտեղից զգաք պատասխանատվություն սերունդների հանդեպ, երբ երեկ ես նայում եմ քաղաքապետարանի ելույթները, աչքովս ընկավ Արմեն Գալջյանի արած աշխատանքը, որ ներկայացնում էր քննիչ հանձնաժողովի հետ արված, 70-ից ավել մանկապարտեզներ կոպեկներով ձեզնով էի կարել, որ մեկի անվան հետևից գնում ենք, ձեր հետ փոխկապակցված է, մանկապարտեզներ, երեխաների ապագան, բնական է, որ դուք չեք կարող սերունդների առաջ կրել պատասխանատվություն, ու սա պետքա գիտակցի մեր հանրությունը, պետքա գիտակցի, վերհիշի, հասկանա սա, այո, մի քանիսը իրենց երեխաներին կարող են մասնավոր մանկապարտեզներ տանել, չգիտեմ, ամսական 100,000-ը, ինչ է, ես շատ գիտեմ, բայց որ խոսում եք թոշակառուներից, խոսում եք անաշխատունակ մարդկանցից, կամ խոսում եք մարդկանցից, ովքեր ցածր աշխատավարձով են աշխատում, բա ինչի ես ամեն ինչից չեք խոսում, կամ եթե գյուղերում մանկապարտեզ չկա, արդյոք կարող են ամուսինները աշխատել, եթե ձեռնարկություններ պիտի ստեղծեք օրինակ, որպեսզի մարդիկ աշխատեն, երեխաները ինչ են անելու, որտեղ են լինելու, որ դեմ եք, չէ, ասում եք, լավ, մանկապարտեզ դպրոցն ինչ ենք անում, գործարան պիտի կարծենք, ինչ երեխեքի հետ պիտի գնային գործի, դուք ախր ոչ մի կերպ հետաքրքրված չեք եղել ու չեք էլ լինելու, սա ձեզ համար բիզնես պրոյեկտ է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ կարելի է կարծում եք, որ այն դրված միլիոնով փողերը նախկինի նման արդարացվելու է ու դուք գալու եք իշխանության ու 10 միլիոնավորով հետ բերել, այսինքն մեկին 10 գնով հետ բերել, սա ձեզ համար բիզնես պրոյեկտ է, մարդկանց համոզելով ու ձեր դաշտը քաշելով, իհարկե կան մարդիկ, որ տենց այնքան թույն ու թարախ են սրսկել լրագրողները, որոշակի հաջողություններ գրանցել են իրենց ստերով, կեղծիկներով, ստեղծել են մի հատ երկրորդ զուգահեռ իրականություն, որտեղ ապրող մարդիկ կան, ու այս մարդկանց շատ հեշտությամբ գրավում են, ու այդ մարդկանց ես ասեմ, մեծ հաշվով հենց այդպես նաև տերորիստ են ստանում, ես մտնում եմ այդ ընդդիմադիրների էջերը նայում եմ, երբեմն գրառում եմ անում,
Ուրեմն դուք տեսեք, եք այդքան ագրեսիվ։ Մարդու տեղ ենք դնում, բանի տեղ ենք դնում, ասում ենք մտնենք մի հատ այսինչ գրառման թեմայով, այսպես մտ հարցադրում անենք, թող հələ պատասխանի։ Բա ո՞նց անենք, հրավիրում ենք, վախենում եք գաք, փախած եք ման գալիս։ Մտնում հրապարակային բանա, չէ՞, բերում է, գովազդը անջատեք, թող ինձ մոտ չբերի։ Բերում է, մտնում գրվես, մեկ էլ նայում ես, մի ագրեսիվացած ու բացի ագրեսիան, այնպիսի կողքից մի քանի հոգի մտնում ունես բաներ են քեզ ասում։ Որոշ ես մարդկանց մոտ որ դառնա։ Ինչ են նայել այս մարդիկ։ Ամենօրյա ռեժիմով թույն են կերակրել այս մարդկանց։ Այդ բաներով կոնտեքստից կտրած ելույթներով, զրույցով, հիմա էլ նոր բան է, ամեն անգամ հիշում են, էլի։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ասում էր, որ Արցախի մասով պետք է այսպես այնպես, իսկ հիմա նա ճանաչել։ Ասենք, sense ախմախություններ, որ անում եք չեք ամաչում։ Կներեք մինչև 18 կամ 20 թիվը բոլորս էլ այդպես ենք մտածել։ Ես էլ քաղաքականությամբ զբաղվելուց լինեի ինձ հարցնեիք Արցախը, ասել էի, ոնց, բա Արցախը վարի տվեցին։ Բա ոչ բանակցություններ ենք տեսնում, ոչ մեկն էլ գրել է Արցախը մերն է եղել, երբ է կոնը եղել։ Մեկ էլ նայում ես, ասում ես լավ, մի հատ միջազգային փաստաթուղթ մի բան էլի, որ Արցախը, չգիտեմ, մերը ասելով դու ինչ նկատի ունես, գոնե արցախցիներինն է եղել։ Արի հələ մենք հələ մի կողմ։ Գոնե Արցախը, այ դուք հայ արցախատիացություն եք քարոզում, հիմա ես չգիտեմ, ես ինչ եք կերել դուք։ Այսօրվա դրությամբ կանգնել էլի մեծ խոսում եք, դե իմի հիշեցնեմ ձեզ։ 20, 21, 22, 23 թվականներին անգամ, զենքարեք, սահմանները, դիրքերը, չգիտեմ, SN-ը, լավ։ Սուրեն Պապիկյանը ստիպված եղավ 2 տեսանյութ հրապարակել։ Գոհեք, ասելիք ունեք, բայց երբ որ արդեն այնտեղ շատ բաներ պատրաստ էին, ստեղ այդ նույն մարդիկ մոռացել էին սահմանների մասին, ու արդեն խոսում էին թոշակառուներին էին հիմա էլ լարում իշխանության դեմ, չգիտեմ, առողջապահության ոլորտը, մյուսը, լարում էին, մոռացել էին արդեն, որ դիրքերի առաջնային խնդիրը նաև իրենց համար եղել է դիրքերը։ Ու դա հեչ մի օրվա անելիք չի։ Այդ ժամանակ ես ինքս, քանի որ անընդհատ լինում էի դիրքերում, ասում էի ժողովուրդ ջան, մի ասելունը չի, որովհետև պիտի բան պահվեր, կոնֆիդենցիալություն պիտի պահպանվեր։ Ասում էի շատ լավ է, հանգիստ եղեք, լավ է։ Չեմ կարա ցույց տամ, նկարացել ունեմ, բայց լավ է, ընդամենը վստահեք։ Հիմա տեսնում եք, նայել եք, չէ՞ Պապիկյանը ինչ էր տեղադրել։ Մի հատ մտեք նայեք, երկաթ բետոնե ամրաշինական այդ հսկայական կառույցները։ Ամբողջ այդպես գծերով գնում է, ու հələ շարունակվում է։ Բայց այդպես մի հատ որ պաշտպանական գիծ ունենայինք, Արցախը ումն էր լինելու։ Կամ այդ ում ուշքներ գնում վեր կենար ասեր Արցախը Ադրբեջանա թե Հայաստան։ Իմիջայլոց հիշեցնեմ, այն Ալիկ Ալեքսանյան, եթե չեմ սխալվում։ Ես քեզ ասեմ, այդ քո մեկնաբանությունների դաշտին տիրություն արա, ես ոնց հասկանում եմ, այդ ձեր ձևիստներով, լավ, ձեր տնտեսական մոտեցումները պահպանեք, այդտեղ դեռ մի քիչ կարող եք բան անել, բայց Արցախի անուն ընդհանրապես չտաք դուք։ Որովհետև կոնկրետ Նարեկ Կարապետյանի հայրը, Կարենը Կարապետյան, երբ որ աշխատակազմի ղեկավար էր, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդունում էր վարչատարածքային միավորի մասին օրենք, որտեղ հստակ սևով, բանով, սահմանադրությունով էլ անցնում էր, որտեղ սևով սպիտակի վրա հստակ գրված էր, որ օրինակ Սյունիքի մարզից դեպի Արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է։ Ու ոչ միտեղ նշված չէ, որ այնտեղ մի հատ էլ Արցախ կար։ Ասեմ ավելին, անվտանգության կառույց ուղարկած ձեր քարտեզները մի հատ բացեք նայեք, թե ինչպիսի կարմիր գծեր ա ունեցել Սերժ Սարգսյանը, դրանից առաջ Քոչարյան Ռոբերտը, դրանից առաջ Տեր-Պետրոսյան Լևոնը։ Չէ, ես հասկանում եմ, որ այդպիսի բաները մյուս ալիքները, թույլ տվեք կանոնները չասել, ցույց չեն տա։ Ես հասկանում եմ, որ կայք, ասենք ինչ, Վահե Հակոբյանի կնոջ Էլիզաբեթի կայքը պիտի դա ցույց տա,
մարդու կնիկ բանով անցնում են, ապորինի գույքի բանով օրենքով անցնում են, Սյունիքի մարզպետ է եղել, Սյունիքը ռազմավարական մեր ողնաշարն է, բախ ես թալանել Սյունիքը, հիմա իրակին ով ունի կայք, պարատիվի եթե չեմ սխալվում, պիտի ենտեղով ասի ինչ լավնա Նիկոլ Փաշինյանը, որ բանա, բերես թրիպի ուղին տեղավորում է Սյունիքի մարզում, բնականաբար ոչ, մեր քաղաքացիներն էլ նստելու են նայեն են բացասական բանով, վայ ես ինչավ այ կանդված մեր ձեր տները խյա կանդվել, որտեղ է կանդվել, մանկապարտեզ գողացողները եկել այսօր ձեր ճակատագրից են խոսում, ինչ եք թույլ տալիս, վերցրեք ձեր ձեռքը ղեկը, ինչից եք վախենում, հա շատ են ասել, թույնը շատ են լցրել, բա բնականաբար շատ կլսնեն, տեսանք մեր լրագրողների մակարդակը ինչքան է, ինչպես լուսաբանեցին, աշխարհի երկրորդ մարդուն, աշխարհի մոլորակի, ում եք ճանաչում, ասենք աշխարհում հիմա, դրանք բոլորը նրանից հետո են, մեկը ով անվտանգության համակարգը մենակ Միացյալ Նահանգների նախագահին ազիջում, վերջ, մնացածից առաջ, անգամ Չինաստանի նախագահից առաջ է, չգիտեմ, դե Պուտինի անունը չտամ էլ, մյուսը, եկելա, այս մարդկանց ասելիքը դուք նայեք որտեղ է, նա ասաց ներդրում, թե ասաց, ինչ, արտահանում, սս բան ասաց, ուրեմն ասեմ, այն արտահանումը, որ կա, Միացյալ Նահանգներից հատուկ Հայաստանի Հանրապետության համար, դա ներդրում է, ուրեմն որ լայլա տապալա, բա 9 միլիարդ դարձյալ պարտքի տակ ենք, նախ, հա, ես լոզունգ են դարձել, այս իշխանությունները 15 միլիարդ արդեն պարտք էին, տակ են մցրել մեզ, 9 միլիարդ էլ ուզում են մցրել, լուրջ եք խոսում, 15 միլիարդ պարտքը այս իշխանությունները փորել պատատել են ժողովրդի վզին, բա Բաբկեն Թունյանը, որ այդքան հրավիրում է հարցազրույց, բանավեճի խիչ եք գնում, ինչ որ վստահ եք երևում, գնացեք, այն մեկը գնացել էր, այնպիսի ծիծաղելի բան, ասեց, որ ես տնտեսագիտությունից, չգիտեմ, կիլոմետրերով հեռու, իմ խնդալը եկավ անգամ, նախ այդտեղից մի քանի 7-8 միլիարդը եղել է նախկինների վերցրածը, ոչ մի բանի համար, գրպանելու համար, վերցրել են, ոչ մի բան չեն կառուցել, գրպանել են, բացարձակ ոչ մի բան չեն արել, Մյուսներն էլ որ վերցվել է, արվել է այն, ինչը որ դուք բոլորով գոռացել եք, որ առաջնային է։ Ու այսօր, որ մեր արտաքին անվտանգությունը, մի հատ հիշեք անցյալ տարի ոնց էր, նախանցյալ տարի ոնց էր։ Ես մի դեպք պատմեմ մեր TV-ում տեղի ունեցած։ Հա, ներքին sense բանա։ Այնքան լարված ենք մենք այստեղ աշխատել։ Մի 2 տարի առնվազն փշերի վրա բոլոր բաները նայելով ու ուսումնասիրելով ու մեր լրատվականը մեր հարցազրույցավորը անընդհատ բերել են պաշտոնականը, կարևորը, ճիշտը, պետականամետը, որպեսզի կարողան նայեք ինչերի դեմ ենք աշխատել։ Մի օր մի բան եղավ դե նախորդ գումարման ժամանակ Արարատ Միրզոյանն էր, չէ, ազգային ժողովի նախագահը։ Ու մեր տեխնիկական սենյակներից մեկում ոնց որ բան էր, սխալ էր գնացել եթերը, ոնց որ մի տարի թե 2 տարի առաջվանն էր, որտեղ որ Միրզոյանը ասում է պատերազմ է սկսվել։ Դուք չեք պատկերացնում, մենք այդ լարվածության մեջ ոնց էլ պատերազմ սկսվեց էլի ու որ արդեն պիտի այդ խառը բաներ մեջ մեկ էլ հիշում ենք, որ այ մարդ հիմա Արարատ Միրզոյանը չի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նոր նայում ենք տակը թիվը ուրիշ սիրտը։ Մենք այդ փշերի վրա աշխատելով անցել ենք։ Ու շատ բաներ ա տեղի ունեցել կադրից այս կողմ, ժողովուրդ ջան։ Ու մենք մեր մտքով չի անցել, որ վերջապես մենք կտեսնենք այն ժամանակը, երբ որ
մեր արտաքին հետախուզական ծառայությունը կզեկուցի, որ արտաքին անվտանգային մասով նվազագույնի է հասցված վտանգը։ Սա ինչա ինքն իրան է իջել։ Սրանք աշխատանքներ են, օր ու գիշերով աշխատանքներ են։ Ես ժամանակ է եղել պաշտպանության նախարարության մոտով ընկերոջս հետ անցնելուց ցույց եմ տվել մի 3-4 հատ լուսամուտ կա այնտեղ կարևոր, ասել եմ հələ այնտեղ նայ, գիշերվա 1-ն է 2-ն է հələ լույսերը վառ աշխատում են։ Այն դեպքում որ պիտի 6-ին թե 8-ին գնային տուն։ Բայց երբ որ այդ մարդկանց պարգևա վճար էին տալիս, սրանք դուրս էին գալիս այս պորտաբույծները։ Ձեզ էլ համոզում, վայ տեսեք, բան ու գնաց տրամադրություններիդ վրա ազդելը, հեչ հաշիվ տալիս եք։ Ու նմանատիպ շատ բաներ։ Մենք մի օր շատ ավելի հանգիստ պայմաններում այս ամեն ինչի մասին զրուցելու ենք։ Չնայած որ այդ ժամանակ արդեն մոռացված է լինելու այն դյուրագրգիռությունը, որը որ կոնկրետ այդ պահին կա, որ ավելի ճիշտ ընկալվի ինչի մասին է խոսքը։ Բայց մենք այդ պահին զբաղված ենք եղել ձեզ ճիշտ լուրեր ներկայացնելով, որ մեր սահմանում աշխատանքները տարվում են, հանգիստ եք, որ զենք ձեռք բերվում է, դուք չեք հիշում ով նստում էր, գրառում էր, զենք առեք, արա, զենք, գիտեն թե զենք առնելը, քանի անգամ եմ ասել, կարող է փեթակից սուջուխ առնելը։ Դա լուրջ աշխատանք է, քանի անգամ ասել ենք հաղորդման ժամանակ, բայց գալ հասնել նրան, որ վերջապես Հայաստանի համար աշխարհի շուկան բացվի, դա այդքան հեշտ բան է եղել։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան հետախուզական ԱԹՍ-ներ ամերիկյան արտադրության, որի մասին Ամերիկայից դուրս բոլորը երազում են ունենալ։ Դո Ամերիկայում որոշ նահանգներում են երազում ունենալ։ Ու այսօր ունի Հայաստանը դա։ Այդ ինչ էր, սա Թրամփը նստել է, ասել է, ինչ անենք այսօր։ Հա, եկեք բանին, Հայաստանին մի երկու հատ այդ ԱԹՍ-ից ուղարկենք։ Հա, սենց է եղել ձեր կարծիքով։ Դրանք աշխատանքներ են, դրանք վստահության մասին արված գործեր են, դրանք չքնած գիշերներ են։ Ինչի հաշվին, այո, քանի որ բոլոր ուժերը կամ ուժերի 70-80% առնվազն ավելի շատ կենտրոնացված եղել այդ ուղություններով, հնարավոր է մի քանի հատվածներ բացի թողի վիճակում են հայտնվել, բայց կներեք մենք կրիտիկական բաների միջով ենք անցել։ Եվ նրանք էլ կհարթվեն, հանգիստ եղեք։ Կհարթվեն։ Ոնց են ենք ասում ու եղել, այն էլ այնպես էլ սա է լինելու։ Ոչ մի ժամ պոստում չանցկացրածները Արցախից են խոսում։ Նարեկ Կարապետյանի հոպարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակ դնում է հավասարության նշան, իրանք եկել Արցախից են խոսում, թե ոնց հանձնվեց։ Քոչարյանին սատարող մեկը կար, սաղ գիշեր կյանքս կերավ։ Արցախից է խոսում։ Ու իր արևին նկարը ցույց տալիս ինձ, որտեղ բանը Փաշինյանը Էրդողանի գրքով Էրդողանի հետ կանգնած է։ Տեսնում եք, սա քեզ համար բան լավ լուսանկար է։ Ես էլ վերցրեցի Քոչարյանի ու Հերդար Ալիևի լայն 3-4-ի վրա բացած բերանով նկարը ուղարկեցի, ասի դու սրանով զմայդի, այստեղ իմիջալություննիկի մարզի մասին էին խոսում։ Ոնց են առևտուրը իրականացնելու, ոնց են Սյունիքի մարզից տալիս այդ կտորը, ինչի արդյունքում, հիմի տեսեք, թրիպը որ լինում է, միլիարդներ են հոսելու Հայաստան։ Այդ միլիարդներով հանդերձ Քոչարյանը տալիս էր Ադրբեջանին։ Մարդիկան փորձում են արդարացնել, դե Մեղրին փոճուրա կարելի էր տալ Արցախ, ամբողջ Արցախի դիմաց։ Եթե Մեղրին տար դու Հայաստանը տալիս էր, դու չես հասկանում ուրեմն, եթե այդպես ես մտածում, որովհետև հարցը չափսերը չեն։
Հարցը նաև ռեգիոնալ կարևորությունն է։ Եվ դու տալիս ոչ միայն ճանապարհը, այլ այդ ճանապարհը որ տալիս էր, այլ вообще ադրբեջանցիների հետ չէր կարողանալու խոսել։ Այդ նկարը տարածեք, թե ամաչում եք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այնպես որ այն որ մի ասում եք 8 տարի ինչ է կարել, նախ 8 չի, դες մի շատ առաջ ընկեք, որովհետև 21 թվականին է եղել մյուս ընտրությունները, այնտեղ հրաժարական են տվել, որովհետև արանքը կոവിഡ് ու պատերազմ է եղել։ 8 չի, 5 է։ Բայց միևնույնն է, եթե դուք ուզում եք իմանալ ինչեր է արվել, ընդամենը բացեք մի հատ Պապիկյանի հրապարակածը նայեք։ Մի հատ բացեք նայեք մեր տեխնոլոգիական նախարարի հրճվանքը 4 միլիարդ ներդրումային ծրագրով 4 միլիարդ դոլար ներդրումային ծրագրով ու այնպիսի բաների, որ մենակ Հայաստանն է ունենալու։ Այդ ժամանակ ադրբեջանցիները իրաց լրագրողները հատկապես ձեր նման ծվծվալով դուրս չեն գալու ասեն վայ, տեսեք Հայաստանից բան արտադրանքա մեզ մոտ գալիս AI, չեն ասելու։ Որ հանկարծ իրան ժողովուրդը չեն արտայնանա, որ չհասկանան, որ որոշակի լուրջ կախումների մեջ են հայտնվում։ Տնտեսական կախվածությունների մասին է խոսքը։ Եվ այո, այն հանրությունը, ով մինչև իմի չի հասկացել, որ տնտեսական փոխադարձ կախվածություններն են անվտանգության երաշխիքը, կներեք, այդ հանրությունը ուրեմն չի վաստակել խաղաղ ապրելու իրավունք։ Եվ երեք Փաշինյանը հարցազրույց էր տալիս հանրային հեռուստատեսությանը, շատ այն բանը նկատեց, հասարակ բանը, որը երևի ոչ մեկս իսկապես չէինք նկատել։ Բոլորը փնովում են 24%, 76% հարաբերակցությունը։ Նախ դա բիզնես ծրագիր է, բնական է։ Ասենք, կներեք, Գազպրոմը երբ որ բերել են այստեղ, վերջից այդ 20%-ը ծախեցիք գնաց։ Քանի տոկոս ունեք Գազպրոմում, ռազմավարական բան է։ Երկաթուղիներից քանի տոկոս ունեք։ Գույք պարտքի դիմաց տված են 100 միլիոնի գործարաններից քանի տոկոսն է պետության բաժինը։ 0։ Ու էլի շատ բաներ կասեմ։ Տո պղնձա մոլիբդենայինից քանի տոկոսներ Հայաստանում, մենակ հարկ էին մուծում, են էլ թակ ծրած ձևով։ Ու ոչ մի կերպ դա չէր լուծում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու գոյության իրավունքը։ Հասարակ օրինակ բերեմ, հիմի բան են, չէ, այս ուղին որ պիտի սարքեն, Քոչյանը նստելա ձեռը առնում իր արևին, ծաղրում, ասում է այդ 42 կիլոմետր գնացքի ինչա, մի 100-200 միլիոնի բան է, էլի, ոսկուց են լինելու, որ այդքան գումարներից են խոսում։ Չէ, Քոչարյան, ոսկուց չեն լինելու, չնայած դու ես ծամել, դու կիմանաս երկաթեր թե ոսկի, բայց այստեղ հարցը ոչ թե գումարի միայն դնելն ու սարքելն է, այլ միջազգային ուշադրությունը հրավիրելը ու նրանց հնարավորությունները նույնպես օգտագործելը քո երկրի համար։ Իհարկե Հայաստանը դու երբեք քո երկիրը չես համարել, եթե համարեր այդ խոսույթը չէիր օգտագործի, բայց եթե հիմա ուշադիր նայենք, տարբերությունը դառնում է հետևյալը։ Միացյալ Նահանգները ճանապարհը սարքում Հիմա արդեն եկել են մասնագետները, ուղղությունները բան քննարկում են, ամեն ինչ լավ գնում է, հանգիստ եղեք։ Ճանապարհը կառուցում, որպեսզի Հայաստանի դերն ու նշանակությունը ու անվտանգությունը մեծանա, իսկ Ռուսաստանի Դաշնությունը քեզ թույլ էր տալիս այս պոեզի գծերը ծամել, որովհետև դրանով ուզում էր ասել, որ մեկա դրանք չեն գործելու։ Դու գողացել ես, որովհետև որոշել ես, որ մեկա տալու ես, արի այս գծերը գոնե ստեղից հանենք։ Մեկա այս ճանապարհը չի գործելու, եթե գործի էլ մեր բանի տակ չի գործելու։ Այս է տարբերությունը Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների հետ շփվելու։ Եվ որ ասում կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր, էլի։ Եվ գալով Փաշինյանի խոսույթին, այո, 49 տարով սա, հետո դրանից հետո 99 տարով մյուսը դա հենց դրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը
առնվազն 99 տարի լինելու է։ Ընդ որում զարգանալով, ոչ թե գոյատևելու է։ Այս հարատևության մասին խոսույթն է ձեզ ներվայնացնում։ Եվ ժողովուրդ ջան, որպեսզի հասկանալի լինի, ձեզ ասեմ, այսօր աշխարհում շատ լուրջ երկրներ ու շատ ծանր քաշ ունեցող երկրներ իրենց անվտանգությունը 50-60 տարի են կարողանում հաշվարկել։ 50-60 տարի։ Միացյալ Նահանգների նման երկիրը 100 տարի։ Ես որքան տեղյակ եմ, ամենաերկարը Բրիտանիան է 200 տարի է կարողանում հաշվարկի։ Բայց Ռուսաստանը 50-60 է կարող։ Հիմա Միացյալ Նահանգները 99 տարով քեզ հետ աշխատելու համաձայնագիր է տալի։ Հիմա դա ինչ է նշանակում, որ ինքը ասում է, որ ինքը վստահ է, որ դու 99 տարի լինելու ես որպես պետություն։ Ընդ որում, եթե որևիցե մեկը ուզի քեզ որպես պետություն չդիտարկի, դա իր շահերին է կպնում, ու նա դա թույլ չի տալու։ Սա է խնդիրը։ Սա է էությունը։ Սա է լավ լուրն ու ներդրումը։ Նարեկ Կարապետյան, Ալիկ Ալեքսանյան։ Ներդրումը հենց սա է նաև։ Այս ֆինանսական հատվածից զատ էլի։ Ինչա արվել։ Եկեք մի հատ բան կարդամ, աչքովս ընկավ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Մենակ Արարատի մարզի, մենակ մի տարվա։ Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, դատախազության գլխավոր քարտուղար Մեհեր Աֆրիկյանը, ներքին գործերի նախարարության ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք։ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը ներկայացնելով մարզի դատախազության 25 թվականի աշխատանքների զեկուցագիրը նշել է, որ 25 թվականին Արարատի մարզում նախաձեռնվել է 4574 քրեական վարույթ, 2024 թվականին 4375 քրեական վարույթ, այսինքն մոտ 200-ով ավելացել է։ 25 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1318 քրեական վարույթ, 1378 անձի վերաբերյալ։ 25 թվականին դատարանում ավարտվել է 1083 քրեական գործ, մի խոսքով Արարատի մարզում 25 թվականին բեկանվել է առաջինացիան ընդհանուր իրավասության դատարանի 56 ակտ, մարզի դատախազի տեղեկացմամբ 25 թվականին քրեական գործերով վերականգնվել է այսի արդեն բառացին պետությանը կամ համայնքին պատճառված վնասից շուրջ 260 միլիոն դրամ, 2004 թվականին էլ 346 միլիոն 116 հազար դրամ։ Ներկայացնելով պետական եւ համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Արարատի մարզի դատախազության կատարած աշխատանքները Վարդան Պողոսյանը նշել է, որ 25 թվականին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հեկտար մակերեսով 65 հողատարածք եւ 5 այլ անշարժ գույք։ 65 հողատարածքը Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողեր են, իսկ 5 անշարժ գույքերն են Սուրենավան բնակավայրի բարեկամությամբ լավ, էսի արդեն բաներն են։ Հիմա լավ եկեք կարդանք, փոխկապակցված մարդիկ են, Սուրենավան բնակավայրի բարեկամության փոս 23/3 հասցեում գտնվող 625.33 հաղորդական քառակուսի մետր մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը եւ դրանով ծառաբեռնված 015 կարելի ասել, հա, հեկտար մակերեսով հողատարածքը, շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 22.5 միլիոն դրամ։ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Բաղրամյան փոսի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը եւ 020
6.5 համար, 0.265 համարենք, հեկտար մակերեսով հողատարածքը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 865 հազար դրամ։ Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող շուրջ 257 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը, ինչ մշակույթ, ինչ ավանդույթ տկած են ունեցել։ Եվ դրանով ծանրաբեռնված 900 քառակուսի մետր հողատարածքը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 13 միլիոն 411 հազար դրամ։ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող 001 հեկտար մակերեսով պուրակը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 122 հազար դրամ, Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող 0015 հեկտար մակերեսով պուրակը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 183 հազար դրամ։ Ես արդեն եմ որոշ կոպեկ ենք հետ բերելու, հետա։ Անդրադառնալով դատախազների կողմից դատարան ներկայացած քաղաքացիական հայցերին Արարատի մարզի դատախազը տեղեկացրել է, որ երկու հայց բավարարվել է, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 25 միլիոն 315 հազար դրամ։ Աննա Վարդապետյանն Արարատի մարզի դատախազին եւ դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ ուղղված պետական եւ համայնքային շահերի պաշտպանությանը, մարզերում հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտմանը։ Հիմի այս Հայաստանի ու Արցախի մասին մտածող մեր հայրենասերիներին բան ասեմ, էլի, այս ոնց է եղել, որ 60 միլիարդ ձեզնից, ավելի քան 60 միլիարդ ձեզնից ու ձեր հետ փոխկապակցված անձանցից հետ է բերվել պետություն, որտեղից է տարված եղել, պետությունից չէ, բա որ մի հատ էդի է, էսի մի մարզով, դա այդպես է տարված եղել, մյուս մարզերը ընտեղ, են մյուսը ընտեղ, զենքը ընտեղ, պոստերը ընտեղ, մշակույթը ընտեղ, այս որ սաղ տարած է եղել, մետ կարող եմ իմանալ, ինչով եք պատրաստվում Արցախում հաղթել, այս 2 տարվա մեջ որը պիտի հասցվեր արվեր ու ինչպես, հիմի նայում է, այս Գեղամը Մանուկյան, նախ ցավալի է ինձ համար, որ Հակոբ Մովսեսին ՀՌՀ պաշտոնից կարծեմ պիտի հեռանար, թե հեռացվեր, թե հեռացվեց, դե գիտեք, ես նրան շատ հարգում եմ, նրա խոսքը նույնպես, այնուամենայնիվ, այո, ճիշտ էր, որովհետև նրա պաշտոնը թույլ չէր տալիս, որ այդպես մեկնաբաներ իրավիճակը, ես մի քիչ այդ կողմից օրինակ ավելի ազատ եմ, հա, բայց այսօր դուրս է եկել Գեղամը Մանուկյան, իբր բան ասում էլ, ասում է, զավեշտ է ՀՌՀ-ի Հակոբ Մովսեսը Ֆիդանի հայտարարությունը չի համարի միջամտություն, Սալավյովինը կհամարի։ Այս մարդիկ չեն հասկացել դեռ խոսքի ինչի մասին է կամ հույս ունեն, որ իրենց հետևորդները չեն հասկացել դա։ Նախ հիշեցնեմ Գեղամին Մանուկյան, մյուսին ես կռուգին էլ, ես կաստային, որ ձեր ՀՌՀ նախագահի թեկնածուն Ռուբենն էր Հակոբյանը, թե ինչ, որ հարբած եկել էր ազգային ժողով ու հայ հոյանքով խոսում էր, ու դուք չդատապարտեցիք դա, ընդհակառակը, նեղվել եք, որ իրան չընտրեցին ՀՌՀ նախագահ, անդամ չէ էլը, եւ երկրորդ, ոնց հասկացա այդ նույն ձեր շատ սիրելի թեկնածուն, ով շատ ատելության խոսքով առհասարակ աչքի ընկնում, ապօրինի բանով անցնում է էլի գույքով, թալանչիներից է եղել էլի, ստեղ ասելիք չունեք, ախր տեսեք ժողովուրդ ջան, ես որ ասում եմ, ազգային ժողովի աշխատանքները ինչպես պիտի ձևավորենք մենք քաղաքացիներս, սրա մասին եմ ասում, որ օրինակ, հնարավոր է, որ ինչ-որ մեկը ասի, այս հարցը տա, ասենք թե, հա, մի ընդդիմադիր ու դու սկսես այդտեղ քննարկման դաշտ մտնել, բայց երբ որ դա անում է այն ուժը, ով իրավունք չունի դրա, որ վարակված է, պարզապես վարակված է թալանի հայհոյախոսության բոլոր տեսակի վատ սինդրոմներով, ցած բանա, ինչ պարազիտ ասես կա արդեն այդ ընդհանրական քաղաքական մարմնի մեջ, հա, ուրեմն այստեղ արդեն խնդիր է առաջանում ու քաղաքացիները սկսում են նյարդայնանալ, ասում սա ով ասես բան է խոսում։ Հիմա գանք ասելիքին, Ֆիդանի խոսքը ինչ է եղել, Ֆիդանը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման կոչ է արել։
Արել է դա նման բան Գեգամ Մանուկյան։ Այսինքն դու հիմա ձեռի հետ արդարացնում ես Սալավյովին։ Դու հիմա ասում ես, որ հա դե նորմալ է, որ Սալավյովը դա ասում է, որ իմ հայրենիքին, իմ պետությանը ինչ որ մի հատ հատուկ ռազմական գործողություն պիտի իրականացվի իմ պետության մեջ, դու դա ես ասում Գեգամ Մանուկյան։ Լավ կլինի դու մանդատդ պարզապես դնես ու գնաս, գլուխդ կախի գնա։ Քեզ անդրադառնալը արդեն տհաճություն է առաջացնում։ Որովհետև չեք ասել այնպիսի բան, որ կարելի է շատ հանգիստ դնել քննարկել որպես ընդդիմադիրի խոսույթ։ Դուք խառնել եք իշխանության դեմ ընդդիմադիր լինելը պետության դեմ թշնամի լինելու հետ։ Այս երկու բանը խառնել եք իրար։ 5 տարի է դուք գործում եք մեր պետության դեմ։ Երեք նայում եմ բանի ժամը, ազգային ժողովում հայտարարությունների ժամը, որ կատու են ճղում, փիղ են ճղում բաներում, համացանցերում, ասի դե հələ նայում ես անդիմությունը ոնց չլինի, տեսնենք հələ ինչ ասում, այս ԱՄՆ-ի հետ կապված եկել էին դուրսը գոռում էին, չգիտեմ, աղաղակում էին, բայց տեսնենք հələ երևի պատրաստված եկած կլինեն, էլի։ Նստած նայում եմ Գառնիկ Դանելյանը եկել է ասֆալտից է խոսում։ Ընդ որում կոնտեքստից կտրած վարչապետի ելույթով։ Կոնտեքստից կտրած սուտ ձևով ներկայացնելով, սխալ ձևով ներկայացնելով։ Ես հիշում եմ այդ ժամանակ վարչապետն ինչ ասել, ես առհասարակ նայում եմ ի տարբերություն ձեզ դաշնակներ ու հանրապետականներ ու սրանց հետևորդներ, ես նայում եմ ոչ թե ինձ իշխանությունը կոնտեքստից կտրած ինչ կտա, այլ չնայած տես բանը շատ հազվադեպ ալնում, այլ ես ամբողջն եմ նայում, որ միտքը հասկանամ, որովհետև կարող է մարդը այլաբանական իմաստով ինչ որ միտք օգտագործել կամ սարկազմով օգտագործել, դա պետքա ամբողջը նայես, որ հասկանաս։ Մանավանդ եթե այդ չի քո հարգանքը թիվ 1 ամբիոնի հանդեպ, Գառնիկ։ Մի խոսքով լավ։ Այն որ ասֆալտից խոսելու բան կա, այդ հաստատ։ Այն որ մեկը ես համաձայն չեմ Տիգրան Ավինյանի արդարացման հետ, բերած արդարացման հետ, որ աղը շատ ենք ցանել քայքավել, այդ հաստատ։ Այն որ բիտումի խնդիր կա ու վատորակ բիտումա Պարսկաստանից գալիս, դրա մասին մի հատ այսպես պապկա համապատասխան տեղել ենք ուղարկել։ Այն որ Հայաստանը ունի հնարավորություն բիտում արտադրելու, դրա մասին էլ ենք խոսել։ Այս սաղ դնենք մի կողմ, այստեղ կա խնդիրներ, ուրիշ բան է։ Բայց Գառնիկ Դանելյանը ու իրենց քաղաքական ուժը, ովքեր որտեղ նստում ինչ ուզում խոսում են, հասան այնտեղ խոսեցին ասֆալտից քաղաքի։ Չէ, գիտեք, հավես է երևի, որ դրան է հասել խոսույթը։ Օրինակ ես մի անգամ տեսել եմ Դանիայի թե Ավստրիայի ազգային ժողովում շատ լուրջ դեմքով պատգամավորները նստած քննարկում էին գազանանոցում ընձուղտին թողնեն Գետաձիու մոտ, թե ամեն դեպքում նրանց առանձնացնեն։ Պարզապես նրանք այնքան վաղուց են իրար հետ մի վանդակում, որ կապվել են իրար հետ արդեն։ Ու շատ լուրջ փորձագիտական, չգիտեմ ինչեր էին բերել, քննարկում իրար սենց շատ լուրջ դիմանում, բան, ելույթներ էին ունենում, ու դա կողքից ծիծաղելի էր նայվում։ Իսկ ես չէի էլ ծիծաղում, ես նորմալ է, այո, իրենց խնդիրը այդտեղ է։ Այդքան խնդիր ունեն իրանք։ Եվ ես կուզեմ իմ երկիրը մի օր հասնի դրան, որ այո, դնենք քննարկենք ասֆալտը թիվ 1 ամբիոնում, ամբիոնի մոտ, ու լուրջ լայն քննարկումներ ծավալենք փորձագիտական մակարդակի եւ այլն, ոչ թե sense բան, այս որակի ոնց որ Դանելյան Գառնիկներ բերել։ Բայց եթե հիմա հասել ենք այստեղ, ուրեմն ընդդիմությունը մի բան պիտի անի։ Պիտի բոլորով միասին կանգնեն, խորով մորով, sense հերթական անգամ ասեն դուք ճիշտ եք քաղաքացիական պայմանագիր, մենք սխալվեցինք, ժողովուրդ ջան, չաո մենք գնում ենք այստեղից, վերջ, անելիք չունենք։
Ու դա պիտի անի ժպիտով։ Կարևորը ժպիտով։ Գիտեք ինչու ժողովուրդ ջան, որովհետև ամեն ինչ իրականում շատ լավ է լինելու։ Եթերում Ազատ Շփումներ, կհանդիպենք։